Ողջունում եմ բոլորիդ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Նարեկի պատմությանը արդեն ծանոթ եք բոլորդ, բայց իմ սիրած հաջողության պատմություններից է, կարող եմ ինձ թույլ տալ եւ անվանել այն հաջողության պատմություն, նախ որ Նարեկը վիրավոր, բայց ողջ վերադարձել է եւ այն, որ պատերազմից հետո մենք բոլորս այնքան սեր ենք փոխանցել նրան ու նրա ընտանիքին, որ նա կարողացել է եւ ոտքի կանգնել, եւ գոտե պնդվել, եւ իրեն կարեւոր ու գնահատված համարել։ Նարեկի ընտանիքը մոտ 20 տարի է բնակվում է Երևանում, Երևան Շենգավիթ համայնք Խարբերդում եւ եկել են Գորիս համայնքից, բայց այս տարիների ընթացքում միշտ ապրել են Վարձով, ինչպես շատ ընտանիքներ, չնայած որ ընտանիքը եւ աշխատող է եւ օրվա հացի խնդիրը լուծել են այդ տարիների ընթացքում։ Վերջին 5 տարիների ընթացքում սակայն ճակատագիրը փոխել է նրանց կյանքը, թե Նարեկի կյանքը, որովհետեւ նա վիրավորվել է 44 օրյա պատերազմի ժամանակ եւ կիսատ դեմքով ամբողջ ծնոտը պայթել էր ականից եւ երկար վիրահատությունից հետո վերականգնել են, որից հետո 3 բարդ վիրահատություն է տարել եւ դեռ մեկը սպասվում է, որովհետեւ նրա դեմքի մի հատվածը ամբողջությամբ ենթարկվել է պլաստիկ վիրահատության եւ պատկերացնում ենք ընտանիքը ինչ դժվարությունների միջով է անցել եւ ինքը Նարեկը մինչեւ հաղթահարել է, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ ինչպես ասում են, ցավը տիրոջն է ցավ տալիս եւ այդ ապրումները միայն նրան են հասու եւ այն ինչ տեսել է նա պատերազմի դաշտում։ Երբ որ վերադարձավ եւ արդեն հիվանդանոցից տուն էին եկել, ես պատմությունը ներկայացրեցի հանրությանը եւ ինչպես սիրում եմ ասել, իմ իրական արևի դեղին լուսավոր թագավորությունը անմիջապես արձագանքեց եւ Սփյուռքը, մեծամասնությամբ Սփյուռքը եւ Հայաստանում եղան շատերը, ովքեր արձագանքեցին։ Առաջինը, որ մենք արեցինք, դա Նարեկի համար Խարբերդ համայնքում գնեցինք հողատարածք, որպեսզի նա իր սեփական անկյունն ունենա հայրենիքում։ Որից հետո այդ ժամանակ նաև եթե կհիշեք, ովքեր ավելի հին ընկերներ են, սերիալի նման, ֆիլմի, բազմասերիանոց ֆիլմի նման Նարեկի պատմությունը ներկայացնում ենք արդեն 5 տարի շարունակ եւ պատմում եմ սիրով, ներկայացնում եմ սիրով եւ հպարտությամբ։ Տիկին Հասմիկը եկել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, կրկին նրա աջակցությամբ, այնտեղ նրանք փառատոն էին կազմակերպել աղջիկների, ընկերների, բարեկամների հետ եւ մեր մնացած ընկերների աջակցությամբ նույնպես տոնեցինք Դարի հարսանիքը եւ մոտ 200 հոգի մարդ էր եկել, որոնցից շատերին չէինք ճանաչում, բայց պատմությունը տեսնելով բոլորը ցանկացել էին լինել ընտանիքի կողքին։ Իմ հետևի մասում լուսանկարն է Նարեկի ընտանիքի եւ Հայկի հետ է նա։ Հիմա սպասում են իրենց երկրորդ բալիկին եւ այս տարիների ընթացքում կամաց քարը քարի վրա դնելով, կրկին աջակցություններով եւ իրենց աշխատուժը օգտագործելով ընտանիքի կառուցեցին տուն եւ Վարձով տնից տեղափոխվեցին։ Սակայն, ինչպես ասում են, սեփական տանը միշտ շատ գործ է լինում եւ ռեսուրսները պակաս են, չնայած որ ընտանիքի բոլոր անդամները աշխատում են, բայց ծախսերը նույնպես շատ են եւ մեր Շուշանը արդեն բալիկի է սպասում, դրան կանդրադառնամ նաեւ երբ որ շրջեմ տնով ու առաքյալների շնորհիվ մենք անցյալ ամիս Մենքի առաքյալների, արդեն բոլորդ գիտեք Մենքի առաքյալների մասին, անցյալ ամիս վերանորոգել ենք սանհանգույցը եւ տունն արդեն սանհանգույց ունի։ Ամենակարևոր կետերից մեկը, որը պետք է տանը ունենա, յուրաքանչյուր ընտանիք ունենա եւ ցավոք սրտի Հայաստանում, հատկապես գյուղերում դեռ այս խնդրին բախվում եմ, շատ ափսոսանքով եմ ասում, հուսամ մի օր դա կլինի անցյալում, այլ չի լինի մշակույթ, որովհետեւ ամեն բան մարդու մտքում սկսում է հենց սանիտարական պայմաններից եւ երբևէ չեմ ցանկանում աղքատությունը համեմատենք փնթիության հետ եւ ամեն անգամ շեշտում եմ կոկիկությունը
մաքրությունը շատ կարևոր է, որովհետև դա նաև մեր միտքը եւ բնավորությունն է ներկայացնում եւ պատմում է մեր մասին։ Չնայած որ հիմա դրսի տարածքում բավականին տարբեր իրեր են, որովհետև վերջերս են տեղափոխվել ձմեռեր, բայց կամաց Նարեկը եւ եղբայրը եւ ընտանիքի անդամները նաեւ բակն են կարգի բերում։ Հիմա շրջեմ տնով, որովհետև մենք մեր այս ամսվա դրամաշնորհի շրջանակում մենքի առաքյալների հետ քննարկել ենք եւ եկել ենք հայտարարի, այսինքն նրանք որոշել են, իսկ ես մեծ սիրով կատարում եմ նրանց պատգամները եւ որոշել ենք, որ շարունակենք տան շինարարությունը եւ անցնենք հաջորդ փուլ, որպեսզի մեր մյուս բալիկը որ ծնվի, արդեն ավելի գեղեցիկ պայմաններ լինի։ Այստեղ մենք պատրաստվում ենք, հագուստներ է ուղարկել տիկին Հասմիկը, տիկին Վարդուհին գնել է այսպիսի մահճակալ, այն որ ասում եմ դեղին թագավորության զավակն է դարձել, դա հենց այնպես չեմ ասում։ Այսպես պատրաստվում ենք, որովհետև շատ քիչ ժամանակ է մնում։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն ընկերներին, ովքեր արձագանքել են եւ նվիրել են մեզ կահույք, որովհետև ամեն նվիրած կահույքը, ամեն գույքը ռեսուրս է եւ այս պարագայում շատ դժվար է գնել, դրա համար շնորհակալություն եւ կահույքի համար եւ ռուսերեն արտահայտությունը ասեմ կապեյկա ռուբլ բերիժոտ։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ցույց տալ մեր առաքյալների կողմից վերանորոգված սանհանգույցը, որը ես շատ հավանել եմ, եւ մենք պետք է քննարկենք եւ նաեւ առաքյալների պատգամով, այսպես ուղիղ եթերով ներկայացնում եմ դեռ անավարտ առայժմ առաստաղը եւ պատերը եւ այս փուլում մենք կվերանորոգենք պատերն ու առաստաղը կրկին նախատեսել ենք 1000 ամերիկյան դոլար եւ շինարարական աշխատանքները կկազմակերպենք եւ կհամակարգենք միասին կչափագրենք, սա մեր խոհանոցն է։ Պետք է նշեմ, որ ընտանիքը բաղկացած է 9 հոգուց։ Ես այստեղ ուղակի բակի հատվածը ցույց եմ տալիս, որպեսզի այն առաջ եւ հետո անեմ, որովհետեւ տղաները առաջիկայում կարգի են բերելու եւ մենք գեղեցիկ բակ ենք նաեւ ունենալու, որովհետեւ տնից առավել կարեւորում եմ հենց գեղեցիկ մաքուր եւ կոկիկ բակը։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ յուրաքանչյուրիդ ասել շնորհակալություն իմ ուղիղ եթերներին հետևելու համար, ուղիղ եթերներով, գրառումներով կիսվելու համար, որովհետև աջակցությունը դա միայն դրամականը չէ, աջակցությունը յուրաքանչյուրիդ մեկ լայվով կիսվելը, մեկ գրառումով կիսվելը, մեկ դրական խոսք ասելը արդեն ոգեշնչում է, ոգևորում է եւ մենք հասկանում ենք, որ գյուղ կանգնի գերան կկոտրի, այդ տիկին Հասմիկիս ասած սիրելի արտահայտություններից է եւ միահամուռ ուժերով կարծես թե թվում է ոչինչ հնարավոր չանել, մի պահ է գալիս, երբ մարդիկ հիասթափվում են եւ նաեւ ընտելանում են իրենց այդ կարգավիճակին, բայց քանի դեռ կան առաքյալների նման մարդիկ, քանի դեռ ես ինքս նրանց ունեմ եւ ամեն անգամ գրառումների մեջ ասում եմ շնորհակալ եմ, որ ես ու հայրենիքս ես ու երկիրս ձեզ ունենք, որովհետև նրանք այնտեղից ուղարկում են կարոտ, ուղարկում են սեր, այդ աջակցությունների հետ նաև բարեկամանում են, արդեն հետևում են ընտանիքի բարելավող ընթացքին, բարեկամություն են անում, կապ են պահում, որը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ամեն անգամ ասում եմ լավ կապերը ավելին են քան գումարը, որովհետև հնարավոր է մարդ գումար ունենա եւ չիմանա ինչպես այդ գումարը ծախսել կամ ինչպես համակարգել աշխատանքները, իսկ այս տարբերակում մենք ունենում ենք երկուսը մեկում եւ աջակցությունը եւ խորհրդատվությունը եւ մենք էլ այստեղ հետեւողական ենք լինում, որովհետև
Դրամը երբեք շատ չի լինում եւ փորձում ենք ճիշտ համակարգել եւ տնտեսելով ծախսել, որպեսզի թեկուզ մեկ պարկ ցեմենտ ավել գնելով, մեկ քար ավել շարվի ընտանիքի տանը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ, որ կաք, շնորհակալ եմ, որ հետևում եք իմ ուղիղ եթերներին, շնորհակալություն իմ սիրելի մենքի առաքյալներին, որոնց ես արդեն 3 նոր անուն եմ տվել, նրանք Հասմիկի թուփ են, Հասմիկ ծաղիկի թուփ, որը մի մեծ ամուր արմատներով ծառ է եւ վրան լիքը ծաղիկներ կան, դրանք հենց մենքի առաքյալներն են։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, ամենալավն ու բարին եւ արև ձեզ։